Դոլարի թանկացմանը զուգահեռ բենզինի գինը սկսեց արագ բարձրանալ։ Եթե դոլարը թանկանում էր 10-ից 15 դրամով, բենզինի գինն ավելի արագ է սկսել բարձրանալը։ Յուրաքանչյուր օր բենզինը 20 դրամով թանկանում է։ Պրեմիում տեսակի բենզինը հիմա վաճառվում է 580 դրամ։ Տնտեսագետները ևս բենզինի գնի բարձրացումը պայմանավորում են փոխարժեքի տատանումով, սակայն վառելիքի թանկացումը համաչափ չէ դոլարի գնի բարձրացմանը, այն ավելի արագ է աճում։ Այսինքն եթե տեսնում է վառելիքի փոխարժեքի շուկայում անկայունություն եւ տեսնում է, որ տատանում է տվել օրինակ 20%-ի չափով, յուրաքանչյուրը սկսում է կանխատեսել իր գիտելիքներին համապատասխան չափով։ Կանխատեսում է պայմանականորեն մինչև 40% տատանում, իր ապագայի ձեռքբերման փողը սկսում է կուտակել այդ 40%-ին համապատասխան։ Բացի փոխարժեքի գործոնից բենզինի գնի բարձրացման այլ պատճառներ էլ կան։ Ռուսաստանը սահմանափակել է վառելիքի արտահանումը։ Բենզինի գնի վրա ազդում են հիմնականում Ռուսաստանի մեծածախ գների փոփոխությունը։ Մեր Ռուսաստանում մեծածախ գները վերջին 2-3 ամիսների ընթացքում անդադար աճել են։ Անցած ամիս որոշակի զսպում եղավ, երբ որ Ռուսաստանի կառավարությունը որոշում կայացրեց բենզինի եւ դիզելային վառելիքի արտահանումը սահմանափակել, բացառությամբ ԵԱՏՄ երկրների մասով։ Երկրի գլխավոր դրամատունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ արտարժութային շուկայում կիրականացվի գործառնություններ ֆինանսական շուկաների բնականon գործունեությունն ապահովելու նպատակով։ Կենտրոնական բանկը հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում արկա բոլոր գործիքները, երաշխավորելով գների եւ ֆինանսական կայունությունը։ Ժամը 2-ի դրությամբ Երևանյան փոխանակման կետերում $1 արժեր 435, ժամը 17:00-ի դրությամբ 425 դրամ։ Սեպտեմբերի 4-ին առավոտյան Երևանյան փոխանակման կետերում $1 արժեր 450 դրամ։ Կենտրոնական բանկի հայտարարությունից հետո դոլարի գինը որոշակի չափով իջավ, սակայն բենզալցակայաններում բենզինի գինը շարունակում է բարձր մնալ։ Սովորաբար, երբ որ ձեռքբերման այդ փոխարժեքը արժեզրկվում է, սրան շատ դժվար են արձագանքում բիզնես դաշտում, տնտեսության իրական հատվածում, այսինքն դրան կարող է ենթադրենք դոլարը 20%-ով արժեզրկվել, բայց դրան համապատասխան 3%-ով մենք արժեզրկում նկատենք այլ շուկաներում, օրինակ վառելիքի շուկայում։ Բայց հենց մենք կտեսնենք դոլարի արժեքի 20% բարձրացում, անմիջապես դրան հաջորդելու է 30 եւ 40% բարձրացումը։ Այս գնի բարձրացումը պայմանավորված է օգոստոս ամսվա ընթացքում մեծածախ գների բարձր լինելու։ Բացի այդ նշեմ, որ դրամը արժեզրկվել է նաև ռուբլու նկատմամբ, ինչի հետևանքով նաև ներկրվող դիզելային վառելիքի բենզինի գները կաճեն։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնեցին, որ հանձնաժողովը մոնիտորինգ է իրականացնում մի շարք սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների շուկաներում։ Ըստ հանձնաժողովի հաղորդագրության, ապրանքների գների 5%-ից ավելի փոփոխության դեպքում, եթե դրանք համահունչ չեն արտաքին գործոնների փոփոխություններին, նախնական ուսումնասիրություն կիրականացնեն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։